Այսպիսով, մենք հենց նոր խոսեցինք Հայաստանի պատմության մասին եւ կարծում եմ այդ պատմությունը շատ կարեւոր է համատեքստը հասկանալու համար, որովհետեւ այն մինչեւ այսօր ազդեցություն ունի բացատրելու, թե ինչու է Թուրքիան աջակցում Ադրբեջանին։ Մենք նաև խոսեցինք Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչը շատ կարևոր է, եւ դրանից առաջ քննարկեցինք Հայաստանի եւ ամբողջ Հարավային Կովկասի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ միասին ռազմավարական ու աշխարհաքաղաքական նշանակությունը, որպես Արևելքն ու Արևմուտքը, նաև Հարավը կապող միջանցքը։ Եվ վերջապես խոսեցինք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատերազմի մասին։ Այժմ այդ պատերազմը հանգեցրեց խաղաղության համաձայնագրի, եւ այդ գործընթացում ներգրավված էր Թրամփը, որպես միջնորդ։ Ինչու եւ ինչպես դա տեղի ունեցավ։ Ինչ տնտեսական կամ քաղաքական շահ ուներ Միացյալ Նահանգները այդ գործընթացում։ Why and how did he do it? What was the business benefit for the US? After ethnic cleansing of Nagorno-Karabakh when Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումից հետո, երբ բոլոր հայերը լքեցին Լեռնային Ղարաբաղը եւ նրանք Քանիսն էին նրանք 150,000 people 150,000 մարդ եւ հիմա բոլորը Հայաստանում են առանց տների նրանք չունեն բնակարան չունեն աշխատանք այստեղ Եվ Ադրբեջանը թույլ չի տալիս նրանց վերադառնալ Գիտեք կային ընդամենը 10 հայ որոնք մնացել էին Ադրբեջանում նրանք որոշել էին մնալ այնտեղ բայց 2-3 տարի անց բոլորը վերադարձան որովհետեւ չէին կարող այնտեղ ապրել սա դասական էթնիկ զտում է because they couldn't live there It's like cleansing the classic ethnic cleansing Դուք ասացիք 10,000 10 մարդ ընդամենը 150,000-ից Just 10 people left Չի կարող պատահել 10 մարդ Այո, ընդամենը 10 մարդ էր մնացել այնտեղ եւ 10-ն էլ վերադարձան 10 մարդ 100,000-ից Այո Եթե ուզում եք էթնիկ զտման սահմանումը, ահա սա է Սա 21-րդ դարում է տեղի ունենում Սա խելահեղ է Աշխարհը բավականաչափ չի խոսում այս մասին Եվ նրանք հիմա այստեղ են, շատ կրթված մարդիկ են, կարգապահ են եւ գիտեք, հանցագործության մակարդակը շատ ցածր է Այո, Հայաստանը շատ խաղաղ երկիր է Այո, աշխարհում ամենացածր հանցագործության մակարդակներից մեկն ունի Բայց սա նման է Գազայի էթնիկ զտմանը, առանց զանգվածային ռմբակոծությունների Այսինքն, Գազայում բոլորը մտահոգված են, ես նույնպես որ Իսրայելը ցանկանում է բոլոր պաղեստինցիներին դուրս բերել եւ բռնակցել այդ տարածքը Ես նույնպես դրա համար անհանգստանում եմ Նման բան բառացիորեն տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում Դա խելահեղ է Այո, եւ գիտեք, նրանց համար շատ դժվար է նոր կյանք սկսել Նրանք կորցրել են ամեն ինչ Իսկ տները ինչ են լինելու, պարզապես կորում են Այո, այլևս չկան Եվ վերջ Այո Եվ գիտեք, դա աղքատ տարածաշրջան չէր Դա բարգավաճ տարածաշրջան էր Հարավային Կովկասի ամենաբարգավաճներից մեկը Այս մարդիկ բարձրակիրթ մարդիկ էին Եվ հիմա այստեղ են, սկսելով իրենց կյանքը զրոյից Առանց ոչնչի Նրանք համագոյակցել են ադրբեջանցիների հետ այդ տարածաշրջանում, թե ոչ Այդ 10 մարդը փորձել են, այո Այսինքն Թրամփը եկավ եւ միջնորդեց այդ խաղաղության պայմանագիրը, որը Հայաստանի համար լավագույն գործարքը չէ։ Ինչ էր ասվում դրա մեջ։ Դա այդ միջանցքի մասին է հարավում։ Այո, Թրիփը միջանցք չէ։ Այն ճանապարհ է։ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ճանապարհ։ Ադրբեջանը ցանկանում էր, որ այն դառնա միջանցք, այսինքն տարածք, որը դուրս կլինի Հայաստանի ինքնիշխան վերահսկողությունից։ Շատ անգամներ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենք ուժով կվերցնեն այդ ճանապարհի վերահսկողությունը։ And many times Azerbaijani president said that they will take control over this road by force. Դա ճանապարհ է, որը Լեռնային Ղարաբաղում չէ։ Ոչ, դա հայկական տարածք է, նույնիսկ իրենք են ասում, որ դա հայկական տարածք է, բայց մենք կվերցնենք վերահսկողությունը դրա հանդեպ։ Եվ որովհետև այն տնտեսապես կարևոր է Ադրբեջանի համար։ Իրենք պարզապես հավանում են դա։ Գիտեք, Որովհետև հավանում են։ Լավ, ինչպես Թրամփը լուծեց դա։ Թրամփը սկսեց բանակցություններ եւ իրավիճակը բերեց ավելի լավ պայմանների, քան նախկին բանակցային փուլերում էր։ Կարելի է ասել, որ սա մեծ հնարավորություն է Հայաստանի համար, բայց մեզ անդրաժեշտ են երաշխիքներ, ավելի շատ երաշխիքներ խաղաղության համար։ Նա կարողացավ հասնել նրան, որ Ադրբեջանը չկիրառի ուժ այդ ճանապարհի հարցում, եւ ամրագրված է, որ դա Հայաստանի տարածք է։ Այսինքն դա լավ է Հայաստանի համար, լավ է նաեւ տարածաշրջանի համար։ Նրանք կարող են օգտագործել այդ ճանապարհը, բայց դա տնտեսական նախագիծ է։ There is written that it's Armenian territory, so it's good for Armenia, it's good for region, and
they can use the road, but it's economic project. Սա կարող է բերել խաղաղություն, բայց կրկին մեզ անհրաժեշտ են երաշխիքներ, որովհետև օրինակ 10 տարի անց կարող են կրկին բախվել նոր խնդիրների ադրբեջանական կողմից, երբ նրանք ասեն, որ ուզում են նաև այլ տարածք։ When they will say that they like another territory, you know. Այո, այսինքն ձեզ պետք են անվտանգության երաշխիքներ, որպեսզի համոզված լինեք, որ այս ագրեսիան կդադարի։ Այսինքն ըստ էության հիմա ԱՄՆ-ն շահեր ունի այդ ճանապարհի, այդ տարածաշրջանի, այդ միջանցքի նկատմամբ։ Եվ հենց այդ շահերի պատճառով դուք ստանում եք երաշխիքներ, որ ԱՄՆ-ն կհամոզի, որպեսզի Ադրբեջանը չխախտի այդ պայմանավորվածությունը։ Եվ հիմա դուք նաև Ադրբեջանի հետ ունեք մի համաձայնություն կամ մի գործարք, որով բոլոր կողմերը գոնե որոշ չափով բավարարված են։ All parties are mildly happy with at least. It's one of the shortest ways. Դա Չինաստանից դեպի Եվրոպա տանող ամենակարճ ճանապարհներից մեկն է։ Եվ այսպիսով տարածաշրջանում խաղաղության պայմաններում Ինչի ներառում Իրանը։ այո, չի ներառում Իրանը, այն անցնում է կենտրոնական Ասիայով դեպի Կասպից ծով եւ այստեղ։ Դա կլինի ավելի կարճ եւ ավելի ապահով ճանապարհ, եւ հենց դրա համար էլ ԱՄՆ-ի համար կարեւոր է ունենալ այլընտրանքային լոգիստիկ ուղի։ Քանի որ այս տարածաշրջանային պատերազմներից հետո բոլոր լոգիստիկ շղթաները խնդիրների առաջ կարող են կանգնել։ Will face problem after these regional wars. Փոքր ինչ թվում է, սա մի քիչ նախապես պլանավորված էր։ Եկեք կառուցենք այդ միջանցքը։ Եկեք պայմանավորվածություններ ունենանք այդ միջանցքի շուրջ, որովհետև գիտենք, որ ի վերջո պատերազմ ենք ունենալու Իրանի հետ, ու հիմա կռվում ենք Իրանի դեմ։ Եվ այդ միջանցքն այժմ դարձել է ռազմավարական առումով ավելի կարևոր։ Now becomes strategically more important. I think we came to a conclusion. Կարծում եմ մենք եկել ենք այն եզրակացության, որ որպես Հայաստանի քաղաքական ուժի ներկայացուցիչ, ես ամբողջությամբ չեմ կարող դա այսպես ասել, բայց այդ եզրակացությունը բավական մոտ է իրականությանը։ Conclusion that is close to reality. Yeah. I said it. Ես դա ձեր փոխարեն ասացի։ Հիմա երբ խոսեցիք քաղաքական կուսակցության առաջնորդ լինելու մասին, Հայաստանում մեկ այլ պատմություն է զարգանում։ Այո, սա մի բան է, որ ես լուսաբանել եմ երկար տարիներ, եւ հիմա ես մեծ հավատացյալ եմ ժողովրդավարությանը, մեծ հավատացյալ եմ ազատությանը եւ խոսքի ազատությանը։ Եվ ես քննադատաբար եմ վերաբերվում իշխանության կենտրոնացմանը, հատկապես երբ դա սկսում է տանել գրաքննության։ Մենք դա տեսանք Եվրոպայում, եւ ես շատ բացահայտ եմ խոսել այն մասին, թե ինչպես է Եվրոպական միությունը կենտրոնացնում մեծ իշխանություն եւ դրա մասին շատ բարձրաձայն եմ արտահայտվել։ Եվ դրսից նայելով, թե ինչ է կատարվում Հայաստանում, ես վախենում եմ, որ օգտագործվում է նույն սցենարը, եւ դա ինձ անհանգստացնում է։ Այնինչ ես տեսել եմ այն է, որ ձեր հորեղբայրը, որը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, գուցե ամենահարուստը, մի մարդ, որին ժողովուրդը սիրում է, եւ ես տեսել եմ մարդկանց բողոքի տեսանյութերը, երբ նրանց ձերբակալում էին։ Նա հայտարարություն արեց, եւ ես հիմա կկարդամ այդ հայտարարությունը։ Իսկ հետո ձեզ հնարավորություն կտամ այն ավելի մանրամասն բացատրելու։ Նա հայտարարություն արեց այստեղ Հայաստանում եկեղեցուն աջակցելու մասին։ Այո, որովհետև կա որոշակի պայքար կամ տարածայնություն եկեղեցու, որը քաղաքականության հետ առնչություն չպետք է ունենա եւ ներկայիս վարչապետի ու նրա կուսակցության միջև։ Եվ այդ իշխանական պայքարի մեջ ձեր հորեղբայրը, որն այժմ տնային կալանքի տակ է, եկեղեցու ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարեց. մի փոքր խումբ մոռանալով հայ ժողովրդի պատմությունն ու հայ եկեղեցու հազարամյակների ժառանգությունը, հարձակում է սկսել մեր եկեղեցու եւ մեր ազգի դեմ, որպես մարդ, որ միշտ կանգնել է հայ եկեղեցու եւ ժողովրդի կողքին, ես անմիջականորեն ներգրավված կլինեմ, եթե քաղաքական գործիչները ձախողվեն։ Մենք մեր ձևով կմասնակցենք։ Եվ այդ հայտարարությունը լայնորեն օգտագործվել է ձեր հորեղբոր դեմ։ Նա կալանավորվել է շուրջ կես տարով։ Կարծում եմ այժմ էլ կրկին կալանքի տակ է, ինչպես նաև ձեր կուսակցության որոշ անդամներ։ Եվ ես ուզում եմ սա ավելի շատ հասկանալ։ Ուրեմն թույլ տվեք մի քանի քայլ հետ գնալ եւ հասկանալ, ինչի մասին է այդ իշխանական պայքարը, ինչ է կատարվում կառավարության եւ եկեղեցու միջև, եւ ինչու, որովհետեւ հայ եկեղեցին ոչ միայն պատմականորեն ահռելի կարեւորություն ունի երկրի համար, այլ ժողովրդի կողմից շատ սիրված է։ Ուրեմն ինչ է կատարվում։ Ինչու։ So what's happening? Why? In Armenia, church is Հայաստանում եկեղեցին մեր ինքնության հիմնական հիմքերից մեկն է, որովհետև հենց քրիստոնեական ավանդույթն է օգնել մեզ պահպանել մեր հայ լինելը։ Այսօր մեր բնակչության մոտ 93%-ը հայ առաքելական եկեղեցու անդամ է։ population are the members of Armenian Apostolic Church. From the first trimester of last year,
Անցյալ տարվա առաջին երամսյակից սկսած մեր վարչապետը, որը վերջին 30 տարիների ընթացքում մեր երկրի 4-րդ առաջնորդն է, սկսել է մի գործընթաց, որը նպատակ ունի վերահսկողություն հաստատել եկեղեցու նկատմամբ։ Եվ ինչպես արդեն նշել եմ, մենք ունենք ժողովրդավարական ավանդույթ։ Նա սկսել է հրապարակայնորեն վիրավորել հայ եկեղեցու առաջնորդին, մի եկեղեցու, որն ունի երկրի բնակչության 93%-ի աջակցությունը, ինչպես նաև բազմաթիվ արքեպիսկոպոսների եւ քահանաների։ Ես որոշ մեջբերումներ տեսել եմ։ Այդ շատ ծայրահեղ է հնչում։ Կարդացածս որոշ բաներ հիմա կարդամ։ Իսկ դուք ասեք, ճիշտ են թե ոչ։ Դրանցից մեկում նա ասում է, համատեքստը չգիտեմ, պետությունն ու կառավարությունը ձեր բերանում համտեսեք։ Պետության համը ձեր բերանում կմնա։ Գիտեք, նա աշխարհի ամենահավասարակշռված մարդը չէ, դրա համար Սա խելագարություն է, բայց ինչու, ինչ է տեղի ունենում։ նա նույնիսկ առաջարկել է ցույց տալ իր սեռական օրգանները մեր քահանաներից մեկին։ Քահանաներից մեկին։ Այո, քահանաներից մեկին։ Եվ նա երկրի ղեկավարն է։ Այո, նա վարչապետ է։ Եվ այս ամենից հետո մենք որևէ հստակ բացատրություն կամ հիմնավորում չլսեցինք, թե ինչու է նա այս ամենը անում։ Can do an argument why he is doing everything like this. Ոչ ոք չկարողացավ բացատրել պատճառը։ Գիտեք, դա մի կողմից նույնիսկ ծիծաղելի է, բայց մյուս կողմից շատ մտահոգիչ եւ խելքից դուրս է, որովհետեւ ով է քահանային նման բան ասում։ Նման բան սпасելի է տեսնել կատակերգական մանրապատման մեջ։ Օրինակ, մի բան, որ Դեյվ Շապելը կասեր։ He posted it on Facebook. Նա դա հրապարակել է Facebook-ում։ Այսինքն երեխաներն էլ կարող էին դա կարդալ։ Մոտ 20 օր դա բոլորի համար շոկ էր, բայց ոչ ոք չէր խոսում դրա մասին։ And nobody were talking about this. Ինչու։ No any authority, no any. Ինչու։ They were afraid of oppression. Նրանք վախենում էին ճնշումներից, եւ Սամվել Կարապետյանը, իմ հորեղբայրը, սկսեց խոսել այս մասին։ Նա ասաց, որ դա անընդունելի է, ասաց, որ վարչապետը պետք է դադարեցնի դա։ You read the text? Դուք կարդացիք այդ տեքստը եւ դրանից հետո, երբ նա սա ասաց, չեմ կարող ասել, այդ պահին մեր վարչապետը հավասարակշռված վիճակում էր թե ոչ, բայց նա 3 Facebook-յան գրառում արեց, շատ վիրավորական գրառումներ եւ հատուկ ջոկատայիններ ուղարկեց իմ հորեղբոր տուն։ And he sent special forces to my uncle's house. Սա է թե ինչ ասաց Սամվելին։ Ահա մեջբերումը։ Նա ասում է Սամվելը ասել էր, որ մենք կմիջամտենք մեր ձևով։ Իսկ վարչապետը պատասխանել է, հիմա ես իմ ձևով կմիջամտեմ։ Ստահակ, ավելի ճիշտ քեզ։ Կարծում եմ այն ինչ ես կարդացի հայհոյանք է։ Or rather in you. I think from what I read that means I'm going to fuck you. No. Ոչ։ Նա չի կարող նման բան ասել։ Ես էլ չգիտեմ ինչ է նշանակում։ Այդ դեպքում ինչ է նշանակում։ Սա արդեն հոգեկան վիճակի հարց է։ Ես չեմ կարող հավատալ, որ սա ասում է վարչապետը։ Գիտեք, նա նաև ուրիշ շատ հետաքրքիր մեջբերումներ ունի։ Նա հատուկ ջոկատայիններ ուղարկեց մեր տուն, բայց քանի որ Սամվել Կարապետյանը ամենամեծ հայ բարերարն էր, but as Samuel Karapetyan was the biggest Armenian philanthropist, հազարավոր ցուցարարներ եկան նրա տուն։ Demonstrators came to his house, and when they asked to special Եվ նրանք հատուկ ջոկատայիններից հարցրին, արդյոք Սամվել Կարապետյանին ձերբակալելու հրաման ունեն։ Հատուկ ջոկատայինները պատասխանեցին, ո ոչ, կներեք, մենք նրան ձերբակալելու հրաման չունենք։ Եվ հետո 10 ժամ անց նրանք Դա այն պահն էր, երբ հազարավոր ցուցարարներ եկան եւ շրջափակեցին ոստիկանությանը։ Այո, եւ մոտ 10 ժամ անց նրանք ստացան համապատասխան հրաման։ Իսկ դրանից եւս մոտ 10 ժամ անց ձերբակալեցին Սամվել Կարապետյանին։ From that they arrested Samuel Karapetyan. Այո, եւ նա մոտ 6 ամիս բանտում էր։ Երկրի ամենամեծ բարերարը, երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նա ամենահարուստն է, թե ամենահարուստներից մեկը։ Նա ամենահարուստն է։ Ամենահարուստը, այսինքն երկրի ամենահարուստ մարդը, բայց նա շատ ընդունելի ու մարդամոտ մարդ է։ Մարդիկ նրան սիրում են, որովհետև թեև նա հարուստ է, երբ տեսնում ես նրան փողոցում քայլելիս, նա այդպես չի պահում իրեն։ Ընդհակառակը, եւ գիտեք, ես հանդիպել եմ ձեզ, հանդիպել եմ նրա որդուն եւ դա ձեր ընտանիքի մի մասն է։ Դուք բոլորդ այնքան հասարակ, հանգիստ ու անմիջական եք, եւ ինչպես ասացի,
բացի նա երկրի ամենամեծ բարերարն է։ Չգիտեմ, կարող ենք սա նշել, եթե ոչ հետո կարող ենք կտրել, բայց դուք ինձ ավելի վաղ ասել էիք, որ վարչապետի տունը իրականում կառուցվել է նրա կողմից։ Այսինքն այն մարդը, ում վարչապետը բանտարկեց, որը ինչպես ասում են, փորձում էր պաշտպանել եկեղեցին, իրականում կառուցել է այն տունը, որտեղ հիմա ապրում է վարչապետը, որը հենց այստեղ է, իմ պատուհանի դիմաց է։ You know, he decided to create a like jazz band. Գիտեք, հիմա նա որոշել է ջազ խումբ ստեղծել եւ ամեն օր կենթանի երաժշտական շոու է անում։ Մեր վարչապետը ամեն օր ելույթ է ունենում եւ մենք ստիպված ենք դա դիտել։ Այո, նա երկրի շատ հետաքրքիր ղեկավար է։ He's a very interesting leader of country. Դու հասկանում ես, սա միաժամանակ նման է կատակերգական շոուի, ֆիլմի եւ մռայլ դրամատիկական սերիալի։ Քո հորեղբայրը 6 ամիս անցկացրել է բանտում։ Մի բանտում, որտեղ ինձ ասացին նույնիսկ աթոռները կպած են հատակին։ Մի տեսակ KGB-ի ոճի բանտ է։ It's KGB basement. Դա իրականում KGB-ի նկուղ է, որը կառուցվել է Իոսիֆ Ստալինի ժամանակ։ Եվ այնտեղ ամեն ինչ կարծես Իոսիֆ Ստալինի ժամանակներից լինի, գիտեք։ Նա գտնվում է շատ փոքր սենյակում։ Այնտեղ ջեռուցման համակարգ չկա եւ այլն։ Տարվա ընթացքում ընդամենը 2 ամիս է, որ այնտեղ ջեռուցումն աշխատում է։ Նրանք իրավունք չունեն կապ պահպանել ընտանիքի անդամների հետ։ Իրավունք ունեն միայն ամսական 1 անգամ կապի կամ օրական ընդամենը 5 րոպեանոց զանգի։ Contact with family members, they have rights just once a month or 5-minute call a day.